Հայր սիրելիներս, պատմությունը կրկնվում է, եկեղեցու սրբերը միշտ հալածանքների տակ են, հիշենք Սուրբ Աթանասին, ով նույնպես էքսկոմունիկատվեց այն ժամանակվա պապից, հիշենք պատրիարք Հովհաննես Ոսկեբերանին, որ մահացավ վերջին 4 տարին իր կյանքի անցկացրեց Հայաստանում եւ ապա երբ որ իրեն տեղափոխում էին ճանապարհին մահացավ արտաքսված էր ուղղափառ լինելու համար այսօր նույնը կատարվեց Սուրբ Պիոս 10-րդի միաբանության հետ եւ այս Լեո 14-րդ կոչվող պապա էքսկոմունիկատ տվեց բոլոր եպիսկոպոսներին SSPX-ի ներառյալ հավատացյալները նաեւ ես իրենց անդամն եմ եւ իմ դուստրը նույնպես որ իրենց սպոնսորն է եւ ինչ էր սրա պատասխանը SSPX-ը ինչ պատասխանեց սրան համարյա ոչինչ բանն է որ նման դեպքերում ուղղափառության վրա հիմնված բոլոր այս միաբանությունները հայտարարում են սեդևական է այսինքն թե չեն ընդունում պապին եւ ասում են եթե դու ավանդական ուղղափառ հավատքը առաքելական չես պահում դու պապ չես մենք չենք ընդունում քեզ դա կոչվում է սեդևական է աթոռը դատարկ է պետրոսը չի նստած այնտեղ պետրոսի ներկայացությունը չկա Վատիկանում այդպես եղավ փաստորեն 60-ական թվականներից հետո շատ միաբանություններ առանձնացան եւ նաեւ որ այս միաբանությունները ունեն իրենց սեփականությունը իրենց եկեղեցիները իրենց դպրոցները ամեն ինչ իրենց սեփականությունն է իրենց միաբանության անվամբ է եւ պապի ձեռքերը այս սուտ պապերի ձեռքերը այդքան երկար չեն որ հալածեն այս մարդկանց որովհետեւ կա նաեւ քաղաքական օրենք խղճի եւ կրոնի ազատության եւ ահա իսկ նրանք ովքեր մտան թեմի ենթակայության տակ այսինքն թե անմիջական պապին ենթարկվելով նաև ենթարկվում էին տեղական դրված եպիսկոպոսին այդ նովուսորդո այս մոդեռնիստ եպիսկոպոսները պապի միջնորդությամբ փաստորեն հրամանով բռնագրավեցին բոլոր միաբանությունները կրոնական մեզ մոտ կար ես եկա Ամերիկա ես գնում էի այստեղ վանուհիների Գյավեր փողոցում մենաստան կար եւ նույն ավանդական այնտեղ պատարակ էր մատուցվում ես այդ քույրերին կլոշտր փակված քույրեր էին բայց որոշակի կոնտակտ կար փակեցին ցրեցին չկան ոչ մի կրոնական միաբանություն թեմի տակ դա ասեցի եպիսկոպոսի եւ այդ պապի տակ չկա այլևս իրենք վերացնում են դա եւ ահա SSPX-ին իրենք չկարողացան եւ փաստորեն սա իրենց վերջին լկտի քայլներ ոչնչացնելու ավանդական ուղղափառ եւ կաթողիկե եւ առաքելական հավատքը ծեսը որը հիմնականում Հովհաննես Ոսկեբերանի կառուցվածքը ունի նաեւ իրենց մոտ Հակոբոսի Սուրբ Պետրոսի ծեսը նույնն է եւ փաստորեն վերադարձանք 0 կետին նորից Վատիկան II-ին եւ այս Լեո 14-րդը արգելում է Հովհաննես Ոսկեբերանի ծեսը այդքան բան իսկ ինչ է կատարվում ես ես արդեն նկարագրել եմ դրանք համերգներ են դրանք ավելի սարսափելի է քան անգլիկա եկեղեցին քան բողոքական եկեղեցին որտեղ այնտեղ չի ասում ոչ մի բան ես գնում եմ երբեմն ուսումնասիրելու այնտեղ կա մի կին որը տանում է ամեն ինչ եւ մի քահանա որ չգիտես քահանա է թե չէ որտեղ իրենք ձեռնադրության շնորհքն էլ վերացրել են իրենք միայն ինչպես թե ջազ համերգներ են տալիս հիմնականում եւ հիմա եթե ավանդական կանոնական ծեսը այս պապը չի ընդունում ինչու է հանդիպում արևելյան եկեղեցիների օրթոդոքս եկեղեցիների կաթողիկոսների հետ նաեւ ներառյալ Արամի հետ չէ որ մենք բացարձակապես մեր ծեսը նույնն է առաքյալներից դրված եւ ոչինչ չի փոխվել հենց դրա համար
որտեվ նայելով կաթոլիկ հայ եկեղեցուն, այստեղ ես գնում եմ եւ հետևում եմ, եթե նրանք մնում են հայկական ծեսը մեր նույն կերպ ինչ որ կատարվում է Հայաստանում, այդ ավանդությունը պահելու ճանապարհին, նրանց եկեղեցին վառում են եւ փակում։ Պետք է լինի մի կին եւ մի քահանա եւ բացարձակ դոգմատիկ ուսմունք չկա։ Դոգմատիկ ուսմունքը ծեսի, պատարակի ծեսի մեջ համաձայն որի կատարվում է Քրիստոսի զոհաբերությունը, Padre Pion, երբ որ զոհաբերության պահը գալիս էր նվիրաբերման, Քրիստոս արյունականվում է, որով մենք փրկվում ենք, նրա ձեռքերի ափերից ստիգմատները բացվում էին եւ արյունը ծորում էր։ Շատ քահանաներ այդ պահին լրիվ կորսում են իրենց արցունքների մեջ, իրենք մասնակցում են այդ զոհաբերման պահին, ես նույնպես արցունքներով միշտ մասնակցում եմ, դա են իրենք վերացնում։ Իրենք վերացնում են, ինչպես բողոքականները արեցին, զոհաբերման խորհուրդը եւ ամենայն խաբեություններով կրում են կաթոլիկ եկեղեցու անունը այս տեղերք եւ նրանք այլևս կաթոլիկներ չեն, սիրելիներս, պետք է չխաբվեք։ Հիմա մյուսը ուրեմն որպեսզի հոմոսեքսուալ այս ամեն տեսակի անբարոյական այլասերվածությունը ընդունի եկեղեցին, օրհնի նրանց տրանսջենդեր այդ բոլոր տեսակի նույնասեռ ամուսնություններ օրհնի, նրանք էլ իբր թե լինեն եկեղեցու անդամ, որը բացարձակապես անընդունելի է, ինչ է, որտեղ քրիստոնեական բարոյականությունը անսխալական դոգմա է նույնպես։ Դու մկրտվում ես, նախ ապաշխարում ես, խոստովանում ես 10 պատվիրանների դեմ բոլոր տեսակի քո սեքսուալ եւ այլ տեսակի մեղքերը եւ ապա մկրտվում ես, որից հետո չես կարող կրկնել քո մեղքերը։ Եթե կրկնես, ինչպես եւ Տերը ցույց տվեց այդ դիվահարվածին, 7 դևը դուրս է գալիս, ավելի շատ դևեր հետ են գնում այդ մարդու մեջ։ Մկրտությունից հետո մեղ գործելը նույն բանն է, մարդ ավելի է ընկնում ու չարանում, եւ եթե նա արդեն դա չի հասկանում, ի վերջո դատապարտում է դժոխքի։ Եվ այս պապը իր այս այլասերված սեքսուալ մանյակ Ֆերնանդես կոչվող կարդինալի հետ հայտարարում է, որ բոլոր մարդիկ փրկված են եւ բոլոր կրոնները ճիշտ են։ Եվ բոլոր կրոնները տանում են դեպի մարդու փրկություն եւ կարիք չկա նրանց դարձը դեպի Քրիստոս։ Այս դարաշրջանում ենք ապրում, սիրելիներս, եւ այս խառնիչ աղանջից դուրս է մնում միայն ռուս օրթոդոքս եկեղեցին, բացարձակապես իրենց մոտ արգելվում է, անգամ պապի անունը տալը, բայց այն ժամանակ, երբ որ կային անկախ ռուսական օրթոդոքս եկեղեցիները, որոնք գալիս էին ռուսական ազնվականությունից, որ 20-ական թվականներին ցրվեցին աշխարհով մեկ, ես դες կարող եմ ասել, որ դա հզոր եկեղեցի էր։ Հզոր էր ամեն ինչով, իր արիստոկրատ մակարդակով, իր ավանդությունները, որը պահվում են սրբորեն, հանդիսավորությունը, եւ գիտեք ինչ, այդ հանդիսավորությունը այնքան կարևոր է, ինչպես պետք է սարգսակը կանգնի, ինչպես պետք է իր ձեռքերը դնի, ուր պետք է նայի, քահանայի ամեն մի շարժումը, դա ռուսական եկեղեցում կա, եւ դա կար SSPX-ում եւ պիտի լինի, այդ մասին ես հիմա կասեմ ձեզ, ոչինչ չի փոխի Լեոյի նմանը SSPX-ի մեջ, ոչ մի բան, մենք կուզենայի, որ իրենք հայտարարեն սեդևականտ է, բայց հիմա կասեմ ինչու չեն հայտարարում։ Ուրեմն ռուսական եկեղեցին փաստորեն մնում է իր ավանդույթների վրա, Հովանես Ոսկեբերյանի ծեսը մաքուր ներկայացնում է եւ անկախ ռուսական այս եկեղեցիները ավելի հզոր էին, դրանք դարձել են կաթոլիկ եկեղեցի,
Ես տեսնում եմ այնտեղ սևամորթ մարդիկ, ասիացիներ, ամեն տեսակի ժողովուրդ գնում էր եւ այս անկախ եկեղեցիներում մատուցում էին ռուսերեն, հին սլավոներեն ծեսը եւ անգլերեն։ 2015 թվականից հետո կատարվեց այս միավորումը, բոլորը միավորվեցին Կիրիլի հետ Մոսկվայում եւ ամեն ինչ փոխվեց։ Դա հիմա նացիստական շատ չար եկեղեցի է, որը օրինակ ինձ այսպես խաչ հանելու համար կարող են եկեղեցուց հանել եւ փորձեցին։ Բանն այն է, որ այդ եկեղեցին, որը անկախ էր, ես տարիներ ի վեր գնում էի, բայց հիմա քանի որ այն դրեցին Մոսկվայից կախման մեջ եւ այնտեղ KGB-ի ստուկաշներ կան եւ ես շատ սիրում եմ այդ քահանաներին, ես չեմ գնում որպեսզի քահանաներին տուշ չհասնի, ինձ գիտեն, իմ գրքեր իրենք ունեն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ինչ է լինելու։ Բանն այն է, որ arciepiskopos Marcel Lefebvre արդեն 70-ական թվականներին տեսնում էր այս պատկերը, ուրացության դար է, այսպես հայտարարեց ինքը, եւ ինքը հայտարարեց, որ եթե ձեզ պապից գա հալածանք, էքսկոմունիկատվեք, որպես սկիզմատիկ կամ չգիտեմ ինչ, դուք սեդրականտ է չհայտարարեք, ինչու, որովհետեւ իրական պապը պետք է ընտրվի կարդինալների քոլեջից եւ այդ բոլորը արդեն ներթափանցված է, այնտեղ կան անգամ մարդասպաններ դրված, չգիտեմ, սատանան այնտեղ է, ինչպես ասեց այդ Հովանես 23-րդը, սատանան Վատիկանում է եւ ահա նրանք սպանում են այն պապին, որ իրենց չի լսում։ Այդպես արեցին Հովանես Պողոս առաջինի հետ։ Իդեպ վերջին իրական պապը Պիոս 12-րդը մահացավ աղեքների արյունահոսությունից, մահից հետո պարզեցին, որ նրա ստամոքսում գտել են աղացած ապակի, այսինքն ճաշի մեջ ապակի են խառնել։ Մի խոսքով սա փակ օկուլտ է, սատանիստները գրավել են Վատիկանը 60 թվականից հետո եւ նրանք են ղեկավարում, պապ չկա, հասկանում եք, եւ նրանց նպատակն է վերացնելու Քրիստոսի իրական ներկայությունը աշխարհում։ Ահա ինչ է կատարվում, դրա արդյունքը սա է, որտեղ մարդը եւ հասարակությունը չի ապրում առանց սրբության չափանիշների։ Հիմա այս պարագայում նորից հասկանանք ինչ է ուզում այս պապը, երբ որ արևելյան եկեղեցիների հետ շփվում է։ Օրինակ մեր Արամի հետ կամ գնաց Թուրքիա առաջինը մեր եկեղեցիներն էր գնում կաթոլիկ եւ այլն, նույն պատճառով սիրելիներս ներթափանցում է տրոյական ձիու նման, որպեսզի ներսից իր սատանաները, իր դևերը արձակի հայոց խորանի վրա։ Եվ դուք պիտի սա հասկանաք եւ թույլ չտաք, ոչ մեկին խորան չի կարող բարձրանալ, գրված է օրենքի մեջ բիբլիական, հոսող, մարմնից ծորող տղամարդը կամ կինը չի կարող բարձրանալ սուրբ խորան, Աստծո օրենք է սա, ինվալիդ մարմնեթրություն ունեցող քահանան չի կարող մարդը տղամարդ չի կարող քահանա լինել եւ այլն, բացեք կարդացեք այդ ամեն ինչը մեր ժողովուրդը գիտի, մեր եկեղեցին այդ ավանդությունները պաշտպանել է, ոչ մի նորամուծություն, մեր եկեղեցական լեզուն գրափարն է, ինչու ենք այսքան ասում, լատիներենը մնում է լատիներեն, գրափարը մնում է գրափար, անգամ իսլամի պաշտամունքը արաբերեն է, հին արաբերեն, ապրում է Թուրքիայում պիտի արաբերեն իմանա, ապրում է Աֆղանստանում պիտի արաբերեն իմանա, մեր լեզուն գրափարն է, ինչու, որով հին լեզվի նշանակությունները, որ մեռած լեզուն են, չի փոխվում, եւ դու դա փոխում ես ժամանակակից հայերեն գրականով, շատ հասկացություններ դառնում են երկիմաստ, եւ այդպես չի աշխատում Աստված բացարձակապես ճշգրիտ պաշտամունք է դրել եւ այդ պաշտամունքը, որ մենք անում ենք 7 խորհուրդները, դրանք աստվածային հայտնություններ են, մարդը չի ստեղծել դա։ Սուրբ Պետրոսի հետ Քրիստոս աշխատել է, Աստվածամայրը առաքյալների հետ աշխատել է, առաքյալների հետ հրեշտակները աշխատել են, սրբերի հետ Քրիստոս հայտնվել եւ աշխատել է։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում
Քրիստոսի ներկայությունը, որը խոստացավ մեզ, որ միջև աշխարհի վերջը պիտի մեզ հետ լինի։ Եվ հասրելնես Վատիկան երկրորդի այս սուտ պապերի թիրախը նաև հայոց եկեղեցին է։ Հիմա Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանը ավելի շատ գտնում է Կիրիլի ազդեցության տակ լինելով KGB-ի ագենտ։ Եվ ես կարծում եմ դա երևի այս բարակայում ավելի գերադասելի է։ Ինչու, որտեղ ինչպես ձեզ ասացի, ռուսական եկեղեցին թույլ չի տալիս ոչ մի փոփոխություն։ Այոտա անգամ մի տառ անգամ չես կարող փոխել իրենց ծեսի մեջ, մի շարժում անգամ չես կարող փոխել իրենց ծեսի մեջ։ Եվ ահա մենք էլ այդպես պետք է լինենք։ Եվ եթե հիմա ի վերջո Գարեգինին հանեն եւ բերեն այս մի մոդեռնիստի մեկը, որը վերացնի մեր Սուրբ Ոսկեբերանի ծեսը, լուսավորչի նաև լուսավորչի նույնպես այնտեղ տեղեր ունի, որ մցրել է։ Ինչ է լինելու մեր ազգի վիճակը։ Ազգը պիտի դառնա բողոքական։ Այսինքն նրանք այլևս այս նայում ես ծնկած արցունքներով խորը զգալով մարդիկ եկեղեցում աղոթում են եւ ես հասկանում եմ, որ մեր սրբերի օրհնությունը կենթանի է մեր ժողովրդի մեջ, մեր ժողովուրդը զգայուն է, մեր ժողովուրդը հոգի ունի, կարող է դա չափազանցը երբեմն իրենք չափը չեն ճանաչում եւ գործադրում են դա չարս, բայց հայ մարդը եթե հպարտ չէ, նրա դարձը մեկ վայրկյանում է կատարվում։ Սիրելիներս, մտածեք լավ։ Ես համոզված եմ, որ Հայաստանում կան սուրբ քահանաներ, սուրբ լուսավորչի աթոռ չի կարող, սերունդը չի կարող, սերունդի մայրը չի կարող չորացած արգանդ ունենալ, այնտեղ է, եւ ես համոզված եմ, որ մեր եկեղեցին մարտիրոս ազգ է, մեր ազգը մարտիրոս ազգ է եւ չի կրկնի այս հիպնոզի տակ չի մտնելով, որ իբր թե Քրիստոս են պաշտում, որ իբր թե կաթոլիկ եկեղեցի են, իբր թե ձեռս տալի փուչիկի պես պայթում է, տակը բան չկա։ Այստեղ ես հիմա կդնեմ նրանց ծեսերը դուք ձեր աչքով կտեսնեք։ Սիրելիներս, պաշտպանվեք։ Նախ թույլ մի տվեք այդ եկեղեցական խորհուրդների կողմից ներդրված այս նորամուծությունները, այս կռապաշտ ծեսերի հավելումները, լինի դա աղեբլետ, թե այս իրար ջրել, թե կրակի վրա թռչել, լսեք, դուք հասկանում եք, որ սա ցնդաբանություն է։ Սովետի ժամանակ կա այդպիսի բան։ Ես 88 թվականից ամեն գիրակի եղել եմ մեր եկեղեցիներում։ Իմ ուսուցչուհիները գաղթից փախած 100 տարեկան կանայք էին եւ նրանք ինձ կատեխիզմ են սովորեցրել եւ նրանք են ինձ դարձրել ժայռի կտոր, կմեռնեմ, բայց իմ համոզմունքների իմ ուղղափառության մեջ անգամ մի տառ չեմ փոխի։ Բոլոր պետք է այդպես լինեք եւ քահանաները պետք է չզիջեն։ Ահա եկեղեցում այս կաթոլիկ եկեղեցում կան այդ եպիսկոպոսները, որ չզիջեցին եւ հայտարարեցին սեդևական է, գրանքով գործեն, մենք մնում ենք որպես կաթոլիկ, այսպիսի միաբանություններ շատ կան, բայց բանն այն է, որ կանոնով եթե դու հայտարարում ես սեդևական է, 20 օրվա մեջ պիտի ընտրես նոր պապ, որը հնարավոր չէ, որովհետեւ պապը դա տիեզերական հասկացողություն է եւ կա տիեզերական մարմին, որը եպիսկոպոսների խորհուրդն է, կարդինալների քոլեջն է, նրանք պետք է միավորվեն եւ տան պապին իրենց ձայնը ընտրեն։ Չկա, այդ քոլեջն էլ է սինթեզված, պղծված եւ ահա ինչպես եւ Տերը ասեց, սրբապղծությունը մենք տեսնում ենք սուրբ տեղը եւ ավերվածությունը հաջորդում է դրան եւ սիրելիներս պահեք ձեր հավատքը, իմացեք, այն ինչ որ ձեզ քահանան եւ եկեղեցին չի տալիս, դրա տեղը լրացում է Աստված, դրա մասին է ասում, մեղքը շատացավ եւ շնորհքը շատացավ եւ մեր այս պարագայում մեր փրկությունը դառնում է շատ հեշտ, փառքես Տեր Աստված, դժողքի դարպասները երբեք պիտի չհաղթեն սրբության վրա, քո սուրբ եկեղեցու վրա, ամեն։